Նման խնդիր չի եղել։ Խնդրին մենք հիմա ենք բախվել, որ եթե արտադրանքը տեղ չհասի, մենք աշխատավարձ չենք ստանա։ Մեր ամբողջ հոգսը հենց դա է, եւ մեր պահանջը, եւ խստագունս պահանջում ենք, որ դա անպատճառ բացվի Լարսի ճանապարհը։ Որևէ քաղաքական ենթատեքստեր այստեղ տեսնում եք։ Ոչ մի քաղաքական, մենք ընդամենը ցանկանում ենք ապրել։ Պետություն, որ Վրաստանի կառավարությունը բաց անի ճանապարհը եւ մեր գործարանները հանգիստ կատարեն իրենց գործընթացը։ Նաև տնտեսվարողներից շատերը նշել են, որ Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չի անում ձեր խնդրին լուծում տալու համար, դուք ինչ կարծիք ունեք։ Ես կարծում եմ, որ այս քայլը պետք է ժողովուրդը պահանջի, իշխանությանը ժողովուրդն է դրել եւ ժողովուրդը իր ցանկացածը պահանջում է։ Չեմ կարծում, որ կառավարությունը ընդհանուր չտա։ Մենք առաջին հերթին մենք պետք է պահանջենք նոր կառավարությունը հետևություն անի։ Եվ տեսեք, Վրաստանի դեսպանատան դիմաց եք հավաք իրականացնում, բայց դեսպանատան աշխատողը նշեց, որ միայն այսօր է տեղեկացել ձեր խնդրի մասին։ Արդյոք դուք միայն այսօր եք հայտնում դեսպանատանը վրացական կողմին, միայն այսօր եք տեղյակ պահել ձեր խնդրին։ Ես անհատ եմ, տեղյակ չեմ, մենք այսօր ենք եկել, դա մեր վերադաս մարմինները կարող են այդ հարցին պատասխանել, բայց կարևոր չի 3 էր թե այսօր մենք կշարունակենք պայքարել, որտեղ նորից եմ կրկնում նախորդ հերոստանգերությանը նույն բանն ասեցի, մենք պետք է պայքարենք, որովհետև մենք ապրել ենք ուզում։ Մեզ գումար է պետք, մեր քրտինքի գումարն ենք ուզում։ Մենք ողորմություն չենք ուզում, մեր աշխատանքն ենք ուզում։ Դրա համար պետք է ճանապարհը բացեն, որ ապրանքը տեղ հասնի, ու մենք գումար վաստակենք, կարողանանք աշխատել։ Հարյուրավոր ընտանիքներ Արմավիրի շրջանի Արմավիր գյուղի Պրոշյանի մասնաճյուղն է, ես ինքս նաև այնտեղ եմ աշխատում, շատ հաճույքով եմ աշխատում, թեև մասնագիտությունս այլ է, բայց դա չի խանգարում, որ հետագայում իմ մասնագիտությամբ աշխատեմ։ Ես իմ ընկերների կողքին եմ եւ պահանջում եմ, որ անհապաղ ճանապարհը բացանեն, որովհետեւ բոլորի երեխաները սպասում են իրենց ծնողների ձեռքին են նայում։ Նրանք սովորել են ուզում, ուտել են ուզում, հագնել են ուզում։ Իսկ դրա համար պետք է Վրաստանի կառավարությունը այդքան ապերախտ չլինի։ Դեսպանը դուրս գա ու մեր հարցին պատասխանի։ Պետք լինի մենք ամեն օր կգանք կպահանջենք։ Ինչի՞ է մտել ներս ու դուրս չի գալիս։ Մենք տարիներ շարունակ վրացիների հետ շատ բարեկամական փոխհարաբերություններ ենք ունեցել։ Իմ հայրս հայրենական պատերազմի վետերան է եղել։ Ափսոս որ նա հիմա չկա։ Ես իրան հետս կբերեի, բայց նրա մեդալները եթե առիթ լինի, ես կարող եմ ցույց տալ։ Մենք պահանջում ենք, խստագույնս պահանջում ենք, թող բաց անեն։ Ձեր սպասելիքները Վրաստանի դեսպանատնից եւ Հայաստանի իշխանություններից որոնք են։ Ես լավատես եմ եւ կարծում եմ, որ հետեւողական կլինեն։ Շնորհակալ եմ։ Ձեր անունը նաեւ։ Հասմիկ Եղիազարյան։ Կարա երկի։ Իմ երկերը կարող եք YouTube-ում լսել։ Չէ, մի գովազդեք դա։ Դա հետո։ Սիրական երկ կարասի։ Չէ, լավ, հիմա չէ։ Երբ որ դեսպանը դուրս կգա, ես կերկեմ։ Մի հատ էլ վրացեր են կերկեմ, թող դուրս գա։ Այն իմի երկի վրացել եմ, ինքը դուրս կգա։ Չէ, դուրս գա։ Միան սերենան երկի կարող է դուրս գա։ Bravo, ապրես ասուչը, հագուքեն ննային չկնավ Ես արդեն 6 տարի է աշխատում եւ չնայած մասնակցությունս այլ է, բայց դա չի խանգարում, որ ես այնտեղ աշխատեմ բանվորինում։
Եկան հաջերի են աշխատել, կանայք են, բազմաթիվ մարդիկ, ղեկավարությունը շատ սիրով է մեզ էս վերաբերվում։ Ասեմ դեպի մասնագիտությունը այլ է, բայց այնտեղ աշխատելը դա կարծես մի մեծ խորանոց է, որ յուրաքանչյուր կնոջ համար պետք է, որ հաջելի է։ Եվ շատ համեղ պահածոներ են պատրաստում։